Ռուսական երկաթուղիներ ընկերությունն այս պահին լուծում է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ռուսական ապրանքների փոխադրման հետ կապված հարցերը, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Ադրբեջանական կողմը հաստատել է, որ մենք հնարավորություն ունենք օգտագործելու իրենց երկաթուղին ռուսական ապրանքները Հայաստան փոխադրելու նպատակով, այսինքն այդ իմաստով մենք շատ հետաքրքիր տեղաշարժ ունենք, ասել է Օվերչուկը։ Նրա խոսքով այժմ ռուսական երկաթուղիները տարածաշրջանի գործընկերների հետ աշխատում է այդ փոխադրումների կազմակերպման հարցի ուղղությամբ։ Միաժամանակ մեր կողմից համապատասխան հանձնարարականները տրվել են գյուղատնտեսության նախարարությանը, որպեսզի հաշվի առնվի այս նոր լոգիստիկ երթուղին, ասել է Օվերչուկը։ Իլհամ Ալիևն ավելի վաղ հայտարարել էր, որ Ադրբեջանը հանել է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։ Դատարանը Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման նոր հրաման է արձակել 2019 թվականի ընտրության հետ կապված լրտեսության մեղադրանքով։ Օրերս Ստամբուլի գլխավոր դատախազությունը քրեական գործ էր հարուցել Իմամօղլուի եւ մի խումբ այլ պաշտոնյաների նկատմամբ 2019 թվականի քաղաքապետի ընտրության ժամանակ 4.7 միլիոն ընտրողների գաղտնի տվյալների արտահոսքին նպաստելու եւ դրանք այնուհետեւ օտարերկրյա հետախուզական գործակալություններին փոխանցելու կասկածանքով։ Իմամօղլուն մարտից բանտարկված է կոռուպցիայի տարբեր մեղադրանքներով։ Հուլիսին նրա նկատմամբ եւս մեկ մեղադրանք է առաջադրվել Ստամբուլի գլխավոր դատախազին վիրավորելու եւ սպառնալու համար։ Իմամօղլուն հերքել է բոլոր մեղադրանքները։ Բանտից արված հայտարարությամբ նա հերքել է նոր մեղադրանքները եւս։ Ստամբուլի դատարանը նաեւ ձերբակալման հրաման է արձակել կառավարությանը քննադատող Տելե1 հեռուստաալիքի գլխավոր խմբագրի եւ մեկ այլ անձի նկատմամբ։ Չեռնոգորիայի իշխանությունները հոկտեմբերի 27-ին արագացված կարգով չեղարկում են Թուրքիայի քաղաքացիների համար սահմանված առանց վիզայի ռեժիմը։ Պատճառը Պոդգորիցայում տեղացի բնակչի դանակահարությունն է, որի առնչությամբ ձերբակալվել է Թուրքիայի երկու քաղաքացի։ Միջադեպից հետո դեպքի վայրում հավաքվել է մի քանի հարյուր մարդ, որոնք միգրանտների դեմ ուղղված կարգախոսներ են հնչեցրել։ Ավելի ուշ իրավապահ մարմիններն այլ իրավախախտումների համար ձերբակալել են Թուրքիայի եւս 45 քաղաքացու։ Չեռնոգորիայի վարչապետ Միլոյկո Սպայիչը հայտարարել է, որ տնտեսական ակտիվությունը եւ երկկողմ լավ հարաբերությունները պահպանելու նպատակով առաջիկայում Թուրքիայի հետ ինտենսիվ բանակցություններ կսկսվեն, գտնելու օպտիմալ տարբերակ, որը կլինի փոխշահավետ ու համագործակցության եւ դաշնակցային ոգուն համահունչ։ Միացյալ Նահանգների նախագահը Մալայզիայում Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գագաթնաժողովին մասնակցելուց հետո մեկնել է Ճապոնիա։ Տոկիոյի կայսերական պալատում նրան ընդունել է կայսր Նարուհիտոն։ Հոկտեմբերի 28-ին Դոնալդ Թրամփը կհանդիպի երկրի նորընտիր վարչապետ Սանաե Տակաիչիի հետ քննարկելու Ճապոնիայի պաշտպանական կարողությունները եւ Միացյալ Նահանգներում մեծ ներդրումների ծրագրերը։ Մինչ այդ Կուալա Լումպուրում Դոնալդ Թրամփը մասնակցել է Թայլանդի եւ Կամբոջայի միջև խաղաղության հռչակագրի ստորագրմանը։ Նա նաեւ առևտրային համաձայնագրեր կնքել երկու երկրների հետ, ինչպես նաև շրջանակային համաձայնագրեր Թայլանդի եւ Վիետնամի հետ։ Այս շաբաթ Հարավային Կորեայում նախատեսվում է նաև Դոնալդ Թրամփի հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ցինպինի հետ։ Հանդիպմանն ընթരാճ ASEAN-ի գագաթնաժողովի շրջանակում ամերիկացի եւ չինացի պաշտոնյաները համաձայնության են հասել հնարավոր առևտրային համաձայնագրի շուրջ։ Գագաթնաժողովի ընթացքում ASEAN-ին է միացել նաև Թիմոր Լեստեն։ ԱՄՆ նախագահն անդրադարձել է Մոսկվայի կողմից նոր հրթիռի փորձարկմանը, շեշտելով Վլադիմիր Պուտինը պետք է դադարեցնի Ուկրաինայում պատերազմը, ոչ թե հրթիռներ փորձարկի։ Դոնալդ Թրամփը նաև հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանի ափերի մոտ հզոր միջուկային սուզանավ է տեղակայել։ Հոկտեմբերի 26-ին Ռուսաստանի նախագահին զեկուցել են Բուրևեստնիկ թևավոր հրթիռի հաջող փորձարկման մասին։ Հրթիռն անցել է 14000 կիլոմետր, ինչն ըստ ռուսական կողմի դրա հնարավորությունների սահմանը չէ։ Բուրևեստնիկը կարող է միջուկային մարտագլխիկ կրել եւ ըստ Մոսկվայի կարող է շրջանցել պաշտպանական ցանկացած համակարգ։ Իր հերթին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Բուրևեստնիկ հրթիռի փորձարկումը Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների լարվածության առիթ չպետք է դառնա, հատկապես այն պարագայում, որ այդ հարաբերություններն ամենացածր մակարդակի վրա են։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում ընդունել է իր հյուսիսկորեացի պաշտոնակից Ցոյ Սոն-հիին։ Կողմերը քննարկել են երկու երկրների հարաբերությունների զարգացումը եւ աշխարհում տիրող իրավիճակը։ Լավրովի խոսքով Ռուսաստանը երբեք չի մոռանա հյուսիսկորեացի զինվորականների սխրանքները Կուրսկի մարզն ուկրաինացի զինվորականներից ազատագրելու ժամանակ։ Ցոյ Սոն-հին իր հերթին նշել է Հյուսիսային Կորեան աջակցում է Ռուսաստանի ղեկավարության քաղաքականությունն ուղղված իր ինքնիշխանության պահպանմանը։ Ռուսաստան այցից հետո հյուսիսկորեացի պաշտոնյան կմեկնի Բելարուս։
Ռուսաստանը եւ Ուկրաինան կրկին հարվածներ են փոխանակել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է ուկրաինական 193 անօդաչու խոցելու մասին։ Դրանցից 30-ից ավելին ուղղված է եղել դեպի Մոսկվա։ Մայրաքաղաքի օդանավակայանները ժամանակավորապես փակվել են։ Բրյանսկի մարզում ուկրաինական անօդաչուն հարվածել է ավտոբուսի, 1 մարդ զոհվել է, 5-ը վիրավորվել։ Եվս 1 զոհ է գրանցվել Բելգորոդի մարզում, 23 մարդ վիրավորվել է։ Դոնեցկում ուկրաինական հարվածներից 2 մարդ է զոհվել, 1-ը վիրավորվել։ Իսկ հոկտեմբերի 26-ին Կիևում ռուսական անօդաչուների հարվածներից վնասվել է 3 բազմաբնակարան շենք, 3 մարդ զոհվել է, գրեթե 30-ը վիրավորվել։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, մտադիր չէ հանդիպել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, մինչև վստահ չլինի, որ ռուս-ուկրաինական հակամարտության ավարտը մոտ է։ Դոնալդ Թրամփի խոսքով ինքը կարծում էր, թե Ուկրաինայում խաղաղության հասնելը շատ ավելի վաղ էր լինելու, քան Մերձավոր Արևելքում։ Այդ համատեքստում Թրամփը հիշել է նաև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև համաձայնությունների մասին, որոնք ձեռք են բերվել Վաշինգտոնում իր միջնորդությամբ։ ԱՄՆ նախագահի խոսքով հեռախոսազրույցի ժամանակ Պուտինն իրեն ասել է, որ բոլորը փորձում էին հասնել Երևանի եւ Բաքվի միջև խաղաղության, սակայն դա ոչ ոքի չհաջողվեց բացի Թրամփից։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։